Վիկ էդ ինչ ձայն էր։ Չհասկացա, բայց ոնց որ կրակոց էր։ Աստված մի առաստ է։ Չէ, հաստատ։ Ու ոնց որ Սայմենց տան մոտից էր գալիս։ Հա, ում ենք սպասում։ Չգիտեմ, սենց տագնապի մեջ չեմ հասկանում, ինչ անենք։ Վիկ, երբեմն դու ինձ ուղղակի զարմացնում ես։ Ամեն օր չի կրակոցներ գալիս այստեղից։ Հա, ամեն օր չի որտեղ ձայներ եք լսում։ Ինչ անենք, գնանք։ Իհարկե։ Մերի, խնդրում եմ, Մերի աչքերդ բաց։ Մերի խնդրում եմ, Մերի խնդրում եմ քուրիկս բաց աչքերդ։ Մերի խնդրում եմ բաց։ Անասուն ինչ արեցիր։ Ալո։ Բարև ձեզ, խնդրում եմ մի հատ կանչ գրանցեք։ Գյուղ բազմաղբյուր։ Հա։ Ես մեղավոր չեմ, անգել։ Ես բան չեմ արել։ Դու տեսար, որ ես ուզում էի զենքը վերցնեի։ Չես հավատում ինձ։ Ասա, որ հավատում ես։ Ես քեզ կխեղդեմ, կտոր կանեմ։ Այդ հլա հանգստացի յա, զենքը ձերգդ լատահ է կաղում յա, հանգիստ։ Այդ գնդակը քեզ էր ուղված, մարդասպան։ Մերի։ Մերի։ Ով բասատրի ինչ աստեղ կատարվում։ Անգիրին այսով արել։ Եթե քրոջս մի բան եղավ սաղիդ մորթելու եմ։ Անգիրին ասա ով է արել։ Դուղ որտեղ կակ, ընդեղ արուն ու արցունքա։ Հենրի մի բան արեք, խնդրում եմ։ Պետք չի շտապօգնությանը սպասել, ես կտամ։ Մոտիկ չգաս, ես իմ քրոջի կարապ տանեմ հիվանդանոց։ Բայց դու ինքիա քրոջը տանի գործում ես։ Նախորդ անգամ մեր հանդիպումը այդքան էլ լավ չստացվեց։ Հա, ես հետո ինձ մի քիչ լավ չէի զգում, հետո էլ Հենրիս եկավ ու իրավիճակը ավելի սրվեց։ Դու Հենրիս մասին շատ սխալ պատկերացումներ ունես։ Ես հասկանում եմ ինքը առաջին հայացքից բարդ բնավորություն ունեցող մարդու տպավորություն է թողնում, բայց իրականում շատ բարի տղա է։ Դե ցանկացած ծնողի համար էլ իր երեխան անթերի է։ Եթե Հենրիս հետ ավելի հաճախ շփվես կհասկանաս, որ ես հիմա շատ օբյեկտիվ եմ խոսում ու կապ չունի, որ ինքը իմ տղան է։ Հա, ես դեմ չեմ, բայց նույնը չէի ասի Հենրիի մասին։ Ես կխոսեմ Հենրիի հետ։ Հենրի հետ խոսելու փոխարեն լավ կանես մորս հետ խոսել։ Այն փաստը, որ ես ու Հենրին իրար օտար ենք դարձել, դա ձեր բաց թողումն է։ Ճիշտ ես։ Ուղղակի ես չէի ուզում այսօր դրա մասին խոսել։ Չէ, բայց ինչ որ խնդիր պետք է չլինի, որ դուք հարազատ քույրեր իրար օտար եք դարձել, որ ձեր ամուսիններն ու երեխաները իրար չեն ճանաչում։ Մայրը տեղափոխվեց Մոսկվա ու մի որոշ ժամանակ հետո իմացա ամուսնացել է ինչ-որ տղայի հետ։ Ես քեզ անցած անգամ էլ ասեցի, չէ, որ մեր հարաբերությունները երբեք էլ հարթ չեն եղել, իսկ ժամանակն ու հեռավորությունը մեզ ավելի հեռացրին իրարից։ Դու նույնիսկ քրոջդ ամուսնու անունը չգիտես։ Ասում ես ամուսնացավ ինչ-որ տղայի հետ։ Ինչ մեղքս թաքցնեմ, իրոք չգիտեմ։ Սոս է պապայիս անունը։ Դու չարիք ես, որտեղ հայտնվում ես դժբախտություն ես բերում։ Մամա, վերջացրու։ Թող խոսա հանգստանա։ Ուր։ Գնամ հիվանդանոց։ Վիկա։
Մերի ջան, ինչի քո հետ սենց բան պետք է պատահի։ Այդ ոչխար շախուսն է կրակել քրոջս վրա։ Բայց ինչի՞։ Անգել դու տեսար չէ որ ես մեղավոր չէի, ես ուղղակի ուզում էի զենքը վերցնեի։ Հերի տեսել եմ, պետք չի արդարանալ։ Այդ տղա ջան, քեզ ով էր խնդրում, որ դու գա այստեղ հասնեիր։ Մի հատ էլ սենց բանի մեջ ընկնեիր։ Պապի սկսենք այդտեղից։ Դու ինչ գործ ունեիր դրա հետ։ Ինչեր զենքը պայել վրեդ։ Դրա ժամանակը չի, հետո կբացատրեմ։ Գնացինք։ Մենակ թե Մերի հետ ամեն ինչ լավ լինի։ Հիվանդանոց եմ գնում, գալիս եք գնացինք։ Քեզ ինչ է թվում, եթե դու ինձ հետաքրքիր չես։ Քո գործընկերը ինձ հետաքրքիր է։ Չէ, Փեսա ջան, հավատացնում եմ քեզ։ Իմ գործընկերս քեզ կհետաքրքրի։ Իսկ կարող է ղեկավարը դա ոչ թե գործընկերը դա ժամանում։ Ես մի ղեկավար ունեմ։ Ինքը այնտեղ է։ Երկնքում։ Իսկ ինձ թվում էր դու Աստված չունես, Բագրատ։ Թող գործընկերս գա։ Մենք շատ առաջարկներ կանենք ձեզ, շախունցներիդ։ Դուրս արի։ Բայց դու ինչ անշնորհք տեղա դուրս եկար։ Մենք հանդիպենք մեզ շատ հետաքրքիր ժամանակներ է սպասվում։ Ես զարմանում եմ սրան պես միջև հիմա չեմ սատկացրել։ Հա, պապ։ Ամեն ինչ նորմալ է։ Որ խնդրեմ մի անգամ էլ կկրկնես պապայի տանունը։ Սոս։ Պապայի սանունը սոս է։ Ինչ եղավ։ Նորմալ է ամեն ինչ։ Հա, իհարկե։ Հիմա կասես ամեն անգամ ինձ տեսնում է ու ինչ-որ բան լինում է։ Հա, ու ամեն անգամ համընկնում է։ Անցած անգամ պապայի ձենը լսեցիր ու վատացար, այս անգամ էլ անունը։ Լուրջ չէի նկատել։ Ոչինչ, շուտով պապան գալու է։ Երբ կա, հաստատ առիթ կունենաք իրար հետ հանդիպելու շփվելու։ Սա նորմալություն է։ Ես չեմ կարողանում ուրիշ ուղղությամբ մտածել։ Սոսը մահացել է ուղղակի ոնց որ Միքայելն է ասում, ես չեմ կարողանում իրան բաց թողնել։ Այդ ժամանակն է, որ բաց թողնեմ։ Շատ բարեկամներ ունենալը լավ բան է։ Իմ մոտ ինչ-որ տպավորություն է, որ դու ինչ ես լսում։ Չէ, լսում եմ, իհարկե լսում եմ, ուղղակի մի քիչ մտքերս խառնեն։ Իսկ դու երկար ես մնալու Հայաստանում։ Կմնամ, հետո հետ կվերադառնամ։ Ինչի՞ ամ այս հարցում։ Ինձ ուղղակի քո ներկայությունը շատ հաճելի է, որ մենք շփվում ենք։ Բայց ես հակառակը կասեի, ամեն անգամ իմ հետ շփվելուց դու վատանում ես։ Սեմ, փորձի քեզ կառավարը։ Եթե Մերին մի բան եղավ, ես չգիտեմ ինչ եմ անելու։ Սամ ջան, Մերին ոչ մի բան չի լինի։ Աստված կփրկի։ Իսկ այն հարուստ դեպիլին նույնիսկ Աստված չի փրկի։ Ես տենց էլ չհասկացա ինչ է կատարվում։ Ինչ էր անում Հենրին ձեր տանը ու ինչ էր զենք անել։ Հա, ումն էր այդ զենքը։ Դու Այդ տղա թորանս չմոտենաս վիզդ վրայից էդ կպոկեմ։ Հա, այդ մի բանը ձեր մոտ շատ լավ է ստացվում։ Արտակարգ։
Պապի պետք չի։ Ինչ են ասում բժիշկները։ Ասում են կրակողին սատկացնել է պետք։ Իսկ դու ում էիր սպասում։ Ասեիր, որ զենք հանած հերոսը դու էիր, որ տային սատկացնեին։ Հիվանդանոցը հարցել բարձելու տեղի չի։ Ուրեմն սրան դուրս չպրտեք։ Անգելինա, բարի գործարա այս երիտասարդին հանից տեղից։ Այս տղան ինքնուրույն կգնա, իսկ Անգելինան կմնա մեզ հետ։ Մենք կգնանք, թե կմնանք, այդ մեր որոշելի գործն է։ Պարզ է։ Պարզ չի։ Դուք ստեղ գտնվելու ոչ մի իրավունք չունեք։ Երևի բոլոր իրավունքները քոնն են, որ զենքը հանեցիր ու կրակեցիր քրոջդ վրա։ Սկսպորենց։ Հորքուրն են ուրախ եմ, որ եկել ես կոկո։ Հա, բալես։ Գիտես, հազվադեպ եմ տարես դուրս գալիս։ Բայց մեկ ուզում եմ տանից փախչեմ մնամ մտքերիս հետ։ Իսկ օրինակ լավ չէր լինի, միտեղ նստեիր ու գինի վայելեիր։ Համամիտ եմ, բալես։ Թեկուզ, ինչի՞ չէ։ Ես իդեպ այդ հարցում կարող եմ քեզ օգնել։ Այսուհետ այդպես էլ կանենք։ Դե բայց ոչ միշտ հորքուր։ Քեզ շատ անգամ պետքա քո մտքերի հետ մենակ մնալ։ Մեկ էլ տեսար մի գեղեցկադեմ տղամարդ հայտնվեց ու այդտեղ ավարտվեց քո հեքիաթը։ Որովհետև ես վաղուց եմ համակերպվել այն մտքի հետ, որ իմ կյանքում տղամարդ չի լինելու։ Վերջացրու հորքուր։ Դու այդ երբեք չես կարող իմանաս։ Չես կարող իմանալ կյանքը քեզ համար ինչ անակնկալներ է պատրաստել։ Ընդհանրապես սպասի ու ընդառաջ գնա այդ անակնկալներին։ Այսինքն հորքուր դու շատ գեղեցիկ կին ես, բայց հիմա նայ, վերցնում ենք այս կրեմներից մեկը, օրինակ սա։ Ու դու սկսում ես սա պարբերաբար օգտագործել։ Բալես, բայց սա ինչի համար է։ Նայ, սա աչքերի շուրջ պետք է օգտագործես, այդ աչքերի շուրջ առաջացող կապույտը լրիվ վերացնում է։ Իրոք։ Լավ, սա կվերցնեմ։ Ես էլ քեզ երիտասարդացնող կրեմներից հետ կնվիրեմ։ Այն նվիրել ինձ պետք չի։ Ես ինքս կգնեմ, բալես։ Մի նեղացրու ինձ հորքուր։ Լավ, քեզնից նվեր ստանալուց չեմ հրաժարվի։ Բայց ինչ անդուր լակոտ է։ Դե լավ էլ իրան էլ կարելի է հասկանալ։ Քրոջ կյանքի մասին է խոսքը գնում։ Հա, բայց ում պատճառով, Անգել։ Հաստատ ոչինչ։ Տղա ջան, դու պետք է գնաս։ Ոնց։ Ուր գնամ։ Քո մնան հաստատ պետք չի։ Ճիշտ ասում պապիդ։ Ոստիկանությունից գալու են։ Պետք չի որ քեզ տեսնեն, էլի։ Պապի ջան, ինչ ես առաջարկում, թռնեմ։ Ոնց որ չգիտես, որ թռնողը չեմ։ Անավանդ, որ ես ընդհանրապես մեղավոր չեմ։ Դուք էլ հո տեսաք, որ այդ ամեն ինչը ոնց տեղի ունեցավ։ Եթե ես չխառնվեի, կրակելու էր վրետ, պապի։ Բայց դու չես ասում ինչի։ Հելի հասկանում ես, որ բոլորը քո դեմ վկայություն կտան, բոլորը։ Ինչպես նաև Անգելինայի ծնողները։ Հերոսներ, ես անգամ ինչի մեջ ես ընկե։ Պապ, դու ուր եկար։ Եթե քո համար զարմանալու է, որ ես եկել եմ, իմ համար ավելի զարմանալու է, որ դու ու պապդ եք ստեղ։ Միքայել, տղի ձեռքը բռնի ու գնացեք ստեղից։ Ընկի առաջ Հենրի։ Ես ոչ միտեղ չեմ գալիս։ Եկել չես եկել, ասում ես արի գնանք, պապա, մենք չես ուզում իմանաս ոնց եղավ, ինչ եղավ, ինչի էր այդ անուղեղը պապիի վրա զենք պայել։ Ճիշտ է, ես հարցրեցի պապին, բայց ինքը ինձ ոչ մի պատասխան չտվեց։ Հենրի։ Հա, պապի։ Իմ համար մութ մնաց, թե այդ անասունը ինչ էր քեզ ուզում սպաներ։ Պապ, կարող է դու պատճառը գիտես։ Ինչ-որ շատ լուր ես։
հերի կլինի, գնաս, պետք չի, որ ոստիկանությունը քեզ ստեղ գտնի։ Ես ոչ մի տեղ չեմ գնում, մինչև չիմանամ, թե այդ աղջիկը ոնց է։ Կարող եք ձեր հարցաքննությունը ավելի ուշ վարել։ Ուղղակի մենք շատ հուզված ենք, հիմա այ վիճակի չենք։ Հասկանում եմ, բայց մենք մեր աշխատանքն ենք կատարում։ Ու ճիշտ էլ անում եք։ Քրոջս կյանքի հետ խաղացողը պիտի պատասխան տա, ու այդ պատասխանը պիտի լինի օրենքի ամբողջ ուժով։ Պատմեք դեպքի մանրամասները։ Հենրի շախուսն է կրակել քրոջս վրա։ Ավելի հանգամանաց խնդրում եմ։ Կարող դուք գնաք տեսնեք այդ երեխան ոնց է, ես Հենրին կգանք մի քիչ հետո։ Պապ, հույսեր մի փայփայ, որ ինձ կհամոզես ու տուն կտանես, կամ ավելի վատ, կտանես մի տեղ կփակես։ Էլի եմ ասում, ես այդ մարդը չեմ։ Հենրի ջան, տղա ջան, ոստիկաններն արդեն շենքում են։ Շատ ավելի լավ, պապի։ Ես վստահ եմ, որ նրանք ինձ են փնտրում։ Ինձ լսես։ Մի անգամ էլ եմ կրկնում, ես փախ անողը չեմ, ու հետ էլ չի քննարկվում։ Խնդրեմ, ես էլ քրոջս դեմ մահափորձ կատարած անձ է։ Չէ, դու հիմա լուրջ ես խոսում։ Գոնե պատմել ես ինչը ոնց է եղել։ Հենրի Շախոնց, դուք մեզ այդ բաժին կգաք եւ այնտեղ կպարզենք դեպքի մանրամասները։ Իրականում Հենրին ոչ մի բան չի արել։ Ինքը փորձում էր իր պապիին պաշտպանել Սեմի ձեռքից զենքը վերցնելով։ Անգելինա, մերին կյանքի ու մահվան կռիվ է տալիս սրա երեսից դու։ Պապա, դուք ոչ մեկը այդտեղ չէիք ու չգիտեք, թե իրականում ով է կրակել։ Չես էլ ամաչում։ Չհասկացա, արա։ Այդ դու պիտի ամաչես, ոչ թե Անգելինան։ Հիմա ամենակարևորը Մերիի առողջությունն է։ Ես էլ մեծ մարդասպան է, Հենդո Շախունցը։ Տեսա՞ր մամ, անգամ հորքուր եկավ մոտս խանութ, հələ ինչքան խնամքի միջոց ենք վերցրել։ Նայ, պես վայնաս ինչքան բան է ինձ համար առել։ Ուղղակի այսքան օգտագործելու համար մի ցուցակել պիտի գրես, որ հասկանամ, որը որ ժամին եմ օգտագործելու։ Մնացել է դու գաս։ Աննա ջան, մեզ լսում ես, թե մեզ ու մեզ խոսում ենք։ Լսում եմ։ Լավ, սիրելիներ, ինձ հետ սուրճ խմելու եք, չէ՞։ Մեծ սիրով, խամել ես հոգնածությունը կանցնի։ Դե ես գնում եմ կազմակերպեմ, դուք եկեք։ Հիմա կասես ինչ է եղել, մտազբաղ ես։ Կասեմ, ինչի չեմ ասի, կարող է դու ինձ բացատրություն տաս։ Ինչի մասին։ Լիլիթը ում հետ ամուսնացած։ Կրկնեմ հարցս։ Իրականում ես Լիլիթի ամուսնու չեմ տեսել։ Բայց ով է, գիտես։ Ես չեմ հասկանում հիմա ինչ ես այդ հարցը ինձ տալիս։ Պարզում է քրոջս ամուսնու անունը Սոսա։ Դու ինձ բան չունես ասելու, թե կասես էդ էլ չես իմացել։
Մամ ջան, ինչ եղաք։ Տանն էլ մարդ չկա է, ոչ պապան, ոչ Հենրին, ոչ էլ պապին։ Ինչ է կատարվում։ Ինչ է սպասել Աննա։ Լավ, ես հիմա քեզ ինչ պատասխան տամ։ Գալիս ենք, բալես, դու պապային զանգի։ Ես Արամի հետ էի հանդիպել։ Ասաց, որ հոր անունը Սոսա։ Իսկ ինչի էիր Արամի հետ հանդիպել։ Ուղղակի։ Ցանկություն ունեի հանդիպելու ու հանդիպեցի։ Այս ամեն ինչին շատ տարօրինակ է թվում։ Սկզբում այդ տղամարդու ձայնն էր շատ նման Սոսի ձայնին ու հետո էլ պարզվեց, որ անունը Սոս է։ Դա մի բացատրություն ունի։ Լիլիթը մի շարունակի։ Ես ամեն ինչ հասկացա։ Դու արդեն չափել ես։ Սենց ես թորանդ սաստում, հա։ Կարաք ընդհանրապես սուս մնաք։ Կամ ձեզ կարգիր եք հրավիրում, կամ ստիպված զանգում եմ գործընկերներիս, որպեսզի բոլորիդ բերման ենթարկեն։ Հերի խնդրում եմ։ Անհարմար է։ Փոխանակ մերի մասին մտածեք, հիմա իրար միս եք ուտում։ Այս տխմարը իրան տղամարդու պես չի պահում։ Քրոջդ մասին գոնե մտածի, գործ ես տալիս ստեղ։ Քրոջս հետ մի բան եղավ, դու չես ապրելու։ Չէ դուք լսում եք ինչ ասում եմ։ Հենրի Շախունդ Սեմ Մանվելյան, գնում ենք բաժին։ Սենց բան չեր եղել պապան իմ զանգերին չպատասխանի։ Դե երևի զբաղված է։ Հենրին էլ օրվա մեջ 3 անգամ ինձ զանգում է, իր այս լուրությունը շատ տարօրինակ է։ Չէ, դե Հենրին երևի Անգելինայի հետ կլինի։ Մի հատ Անգելինային զանգի։ Ճիշտ ես ասում։ Ալո։ Անգելինա ջան, Հենրիս քեզ հետ է զանգում եմ չի պատասխանում։ Բարև ձեզ Աննա Բագրատովնա։ Դժբախտ դեպք է տեղի ունեցել Աննա Բագրատովնա։ Ինչ է եղել Հենրիս։ Ես պետք է մնամ այստեղ, որ քրոջս վիճակը իմանամ։ Սեմ Մանվելյան, դու պարտադիր պետք է գաս բաժին, որովհետև քո ծառայողական զենքից է կերակոցը արձակվել։ Իմ տղեն բաժին չի գա, բացի հանգիստ։ Ինձ մի րոպե ժամանակ տվեք։ Հերի ասում էի, չէ՞ որ չես տեղ գալ։ Չվախենաս, ես մեղավոր չեմ։ Ես առանց քեզ չեմ կարող։ Չես հասցնի, կարոտ ես արդեն կողքը քեզ։
Իդեպ, պապ, մամային ասա, որ Աննա մորաքրոջս հետ էի խոսում։ Ճիշտ է, երբ քո անունը տվեցի, դժվարությամբ մարսեց ինֆորմացիան։ Ես ձեր տարօրինակ հարաբերություններից գլուխ չեմ հանում։ Անհամբեր սպասում եմ երբ եք գալու, որ իմ բոլոր հարցերի պատասխանները ստանամ։ Առայժմ, պապ ջան։ Ինչի ինձ չեք հավատում։ Ինչի չեք հավատում, որ Հերին մեղավոր չի, ես իմ աչքերով եմ տեսել, որ ինքը չի կրակել։ Դու լավ գիտես, թե ոստիկանությունը։ Պապա Հերին անհիմն են մեղադրում, անհիմն, ինքը չի արել։ Սիրահարված ես, աչքերդ կուրացել է։ Իրականությունը չես տարբերում։ Եթե ամեն ինչ արդար լինի, դուք կտեսնեք, որ ես ճիշտ էի։ Կարող եք հանգիստ լինել, իրատությունը հաջողացել։ Շնորհակալություն բժիշկ, եթե հարցեր եղավ, դիմեք։ Բարի։ Հարկասո։ Մերին կխոստովանի չէ, որ Սեմն է կրակել։ Ասում եմ չէ, սիրուց կուրացել է։ Նրա փոխարեն, որ ուրախանաս, Մերին լավ է, վիրահատությունը լավ է անցել, էլի այդ լակոտի մասին ես մտածում։ Ապակ պետք չի։ Հիմա ժամանակը չի նման բաներ խոսելու։ Ինչ։ Պիտի ասի, որ հա, աղբերս մեղավոր է, Հենրին անմեղ է, հա։ Սպասումներս արդարացված լինեն։ Կներեք, երևի շատ սպասեցրեցի ձեզ։ Գեղեցիկ կանանց հետ ես գալիս եմ հանդիպման ժամանակից շուտ, եւ եթե պետք լինի կսպասեմ։ Մի ամաչացրեք։ Ձեզ նման տղամարդուց շատ հաճելի է գեղեցկության մասին լսելը։ Ամոթը երեսկացնում է կնոջը։ Կնոջը։ Ներեցեք աղջկան։ Էդ ուրիշ։ Իսկ ձեր տարիքը ձեզ ավելի խարիզմատիկ եւ իմաստուն է դարձնում։ Տարիքը։ Թույլ տվեք ասել այո, տարիքը։ Ինձ համար տղամարդու տարիքը դա վստահություն է, ուժ եւ գեղեցիկը տեսնելու եւ արժանին գնահատելու կարողություն։ Ստացվում է երկու երնեք մեկտեղում լինում եմ։ Համ խելացի, համ գեղեցիկ։ Վատ չի։ Շնորհակալ եմ։ Իսկ ինչո՞ւ ձեզ նման տղամարդը մինչև հիմա մենակ։ Մենակ լինելը հարաբերական է։ Ես այն մարդկանցից եմ, որ չեմ վախենում մենակությունից։ Ես ուղղակի մենակությունը պաշտում եմ։ Իսկ չեք կարծում, որ ժամանակն է կողակից ունենալու։ Ես այն տարիքում չեմ, որ խապնվեմ աչքերի փայլին։ Նրանք գեղեցիկ են, բայց անցորիկ են։ Ստացվում է լուրջ հարաբերություններ չեք փնտրում։ Ամեն լուրջ բան հիմնահատակ է լինում լրջանալու բային։ Հարաբերությունները պիտի լինեն առանց տալ ու առնելիքի։ Խենթանում եմ խելացի տղամարդու համար։ Եթե դու ուղղակի վայելես ինձ այդ կյանքի սիրուն պահերը, ես քեզ խոստանում եմ, որ դու կզգաս ու կապրես քո կյանքի լավագույն օրերը։
Կտվի։ Ինչ-որ բան պետք է, ասեմ բերեն։ Շնորհակալ եմ։ Օգտվի մի ամաչր։ Դուք գիտակցում եք, որ չարաշահել եք ձեր ծառայողական դիրքը։ Ծառայողական դիրքը չարաշահել եմ քրոջս փրկելու համար։ Ինչ անեի, թողնեի սպաներ։ Թե ով էր պատրաստվում սպանել, հետաքննությունը ցույց կտա։ Դե, հուսանք հետաքննությունը ճիշտ հետքի վրա դուրս կգա։ Դուք զենք եք կրում, դուք օրենք եք ներկայացնում։ Հասկանում եք, որ կզրկվեք ձեր աշխատանքից ու դիրքից։ Կան բաներ, որ աշխատանքից, դիրքից, ամեն ինչից թանկ են։ Դուք ավելի լավ է զբաղվեք Հենրի Շախունցով, ով քրոջս վրա մահափորձ է արել։ Ժամանակից առաջ մինգեք։ Եվ եթե կա ուրիշ իրականություն, խոստովանեք։ Ձեր հանցանքը մեղմելու համար։ Հանցագործը թող խոստովանի։ Դուք ինչ չեք կարող մեղադրել քրոջս վրա մահափորձ կատարելու համար։ Կա անզգուշությամբ վիրավորում հասցնելու վարկած։ Կա, բայց սա այդ դեպքը չի։ Իմ տղեն մի ժամ ավեց, դե չի մնալու։ Դու հասկացանք Միքայել էլի, էլի չի մնալու։ Ես ընդ եղել եմ, տեսել եմ, գիտեմ, որ ինքը մեղավոր չի։ Պատմածներից պարզ դարձա, որ Հենրի մեղավոր չի, բայց դուրս բերելու համար ժամանակ է պետք։ Ես ասում եմ հենց հիմա։ Միքայել, հավասարակշռությունից դուրս եք եկել եւ ճիշտ չեք գնահատում իրավիճակը։ Ինչ որ մի հատ լակոտ կարա իմ տղուն մեղադրի։ Ես ամեն ինչ կանեմ, որ շուտ դուրս բերենք։ Ախպեր ինչա պետք, ինչքան գրավ է պետք։ Պետք է գիտակցենք, որ անգամ գրավի դիմաց դուրս բերելու համար հնարավոր այսօր չհասցնենք։ Ամեն ինչ արա որ հասցնենք։ Կփորձեմ։ Պետք ճիշտ ապել։ Միքայել, համբեր էլի։ Ես պետք է ամեն ինչ մտածված անել, որ գործին չվնասենք էլի։ Իհարկե։ Դե լավ, ես գնամ ներս, սպասեմ, կհասկանանք։ Իմ տղու անվան վրա բիծ չպետք է լինի։ Հասկացանք էլի Միքայել, վայ, որ չես փորձում ես էլ կառավարել չես կարող։ Արի գնանք հետևի մուտքի մոտ սպասենք, տողմատի դուրս գա տեսենք ինչ ասում։ Ընդունում եք Սեմի մեղադրանքները։ Շատ խնդալու կլիներ, որ ընդունեի։ Ինչ ա ուզում ապացուցի իր մեղքը ին վրա բարթելով։ Ուզում եք ասել մեղավոր չեք։ Չեմ ասում, հաստատում եմ ու պարտադրում եմ, որ ապացուցեք։ Ինքն է քրոջը վիրավորել։ Հիմա միամիտ թե դիտմամբ այդ արդեն իրանից հարցրեք։ Հետաքննությունը եւ ժամանակը ցույց կտա։ Բայց դուք մեղադրվում եք մահափորձ կատարելու մեջ։ Նախ սկսենք նրանից, որ ձեր գոլեգան չարաշահելով իր դիրքը, իր ծառայողական զենքը օգտագործել լավ վիճաբանության ժամանակ որպես գործիք։ Ինչն էլ դարձել է պատճառ սեփական ատրճանակից քրոջը կրակելու։ Դա արդեն թողեք մեզ։ Դուք ձեզ համար եք պատասխանատու։ Դե իր անհիմն մեղադրանքների համար համարժեք պատասխան եմ տալիս։ Մնացած հարցերով կարաք դիմեք փաստաբանիս։ Ինչ կար ես արդեն ասել եմ։ Շնորհակալ եմ այս գեղեցիկ օրվա համար։ Հուսամ, որ մեր հանդիպումները շարունակական կլինեն։ Եվ դու քո խարիզմատիկ տղամարդուն կդարձնես երջանիկ։ Միայն եթե խոստանաս, որ հրաժեշտ կտաս քո սիրելի մենակությանը։ Ամեն ասածին չեն հավատում։ Հա, ասում եմ, որ սիրում եմ, բայց դա չի նշանակում, որ երկար ժամանակ մենակ եմ։ Ստացվում է գաղտնիքներ կան։ Իմաստուն տղամարդը առանց գաղտնիքներ չի լինում։ Ես զբաղված եմ, եթե շտապա ասամ։ Կարևոր է, շախունցները խառն են, իրավիճակը լարված է։ Հենդոնու են բազմախբյուրի ջահելը կռվել են, Հենրին էլ մեջ է ընկել։ Ջահելի քույրն է վիրավորվել հենց իր զենքով։ Հիմա քնչականում են, Հենրին են մեղադրում։
Լավ, գալիս եմ։ Ինչ-որ բան է եղել։ Իսկական տղամարդու կողքին հանգիստ չկա։ Ես դեմ չեմ քո կողքին անհանգստանալու։ Գնանք, ես վարորդին կասեմ, քեզ տուն կտանի։ Լավ։ Ինչ է եղել։ Ինչի եմ ստեղ։ Նենց աղոտ եմ հիշում։ Մերի ջան, ինչ եղել է արդեն անցյալում։ Իսկ Սամնուրը։ Ինչի է ստեղ չի։ Մերի ջան, քեզ հիմա հանգիստ է պետք, հուզվել չի կարել։ Ես կարևոր չեմ։ Ես հիշում եմ, որ ինչ վիճակում ասեմ։ Իրան թող հանկարծ չմեղադրեն, ես առանց Սեմի չեմ կարա։ Հենրին էլ են տարել, մեղադրելով չի։ Ժամանակա պետք, հետաքնությունը ամեն ինչ կպարզի։ Մերի, խնդրում եմ, հանգիստ պարկի, քեզ չի կարելի շատ շարժվել, նոր են վիրահատել։ Ես իմ մասին չեմ մտածում։ Շատ իզուր, դու պետքա քո մասին մտածես, որ լավ լինես ու Սեմի կողքին լինես։ Ես առանց Սեմի չեմ կարա։